Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանն է։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, սիրով։ Պարոն Բլեյան, այնպես հետո ինչ Մոլդովայում ընտրություններ են անցկացվել եւ Եվրոպամետ քաղաքական ուժը, որի ղեկավարը նախագահ Մայա Սանդուն էր, կարողացավ մեծամասնություն ստանալ, Հայաստան ընդդիմությունը հանգիստը կորցրել է, մտավախություն ունի, որ այստեղ էլ այդ սցենարը կարող է կիրառվել։ Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն բացահայտ այդ մասին խոսեց, նշելով, որ փորձելու են Մոլդովայի օրինակը կիրառել։ Ձեր դիտարկմամբ ինչի հետ են կապված այդ մտավախությունները։ Ես նախ ուզում եմ շնորհավորեմ մոլդովացիներին, Մոլդովային, նախագահ Սանդուին, որ իրեն կարողացան պաշտպանել ժողովրդավարությունը, իրենց եվրոպական ուղին եւ չթողեցին, որպեսզի Մոլդովան բելարուսացվի։ Ես հույս ունեմ, որ անհանգստությունները ընդդիմության կիրականանան, Ռոբերտ Քոչարյանի անհանգստությունը նույնպես կիրականանա եւ իշխանությունը կգնա մոլդովական սցենարով, իսկ իմ պատկերացմամբ մոլդովական սցենարը դա նախատեսում է, որ Ռոբերտ Քոչարյանը զեկվում է քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։ Եվ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, բոլոր անձիկ, որոնք մաս են կազմել իշխանության ուզուրպացիային մոտ 20 տարվա, իրենք պետք է դուրս բերվեն քաղաքական դաշտից, իրավունք չունենան մասնակցել քաղաքական գործունեությամբ, կլինի իրենց նույն կուսակցությամբ կամ մեկ այլ կուսակցության ավանդակ, բոլոր անխտիր, բոլոր այդ մաս կազմած քաղաքական ուժերը։ Այսինքն անհրաժեշտություն կա, որ Հայաստանում էլ այդպիսի կոշտ մեթոդներ կիրառվեն ընտրություններին ընդառաջ եւ այն ուժերը, որոնք օրինակ ունեն ռուսական ֆինանսավորում կամ պետության դեմ են գործում Ռուսաստանի հովանավորությամբ, զրկվեն առհասարակ ընտրություններին։ Միանշանակ ընդ որում նախորդ վարչակազմը Միացյալ Նահանգների ինքն էր գծել այդ նախագիծը, մշակել այդ նախագիծը, որի շնորհիվ իրենք կարողացան ահագին զտել մոլդովական մեդիա դաշտը, Մոլդովայի մեդիա դաշտը եւ իրենք կարողացան փաստորեն պաշտպանել իրենց ժողովրդավարությունը, հիշում եք դրանից առաջ նախագահական ընտրությունները, թե որքան դժվարությամբ նախագահը դարձավ, վերընտրվեց, պաշտպանեց քաղաքացուկվեն։ Ի վերջո պետք է ասել, որ Մոլդովան եւ Հայաստանը այդ առումով շատ տարբեր են։ Մոլդովայում օկուպացված Մերձնեստրի քաղաքացիները իրավունք ունեն մասնակցել ընտրություններին։ Մոլդովայի Գագաուզիան, որը տենչում է Մոլդովայից առանձնանալ, իրավունք ունեն մասնակցել քաղաքական ընտրությունների բնականաբար, հետեւաբար այնտեղ շատ ավելի դժվար է, քան այստեղ, այդ առումով Փառք Աստծո մենք չունենք անջատողական ինչ-որ միավորումներ, բացի նրանից, որ մենք ունենք երկրորդ նախագահ եւ ոչ միայն նաեւ ունենք հայտ ներկայացրած ուժեր, նաեւ ունենք Գյումրին մասամբ օկուպացված քաղաքապետ, որը անջատողական է ոչ միայն կոնկրետ տարածքի, այլ ընդհանրապես ամբողջ Հայաստանի Հանրապետության առումով, որ նա ուզում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը սկուտեղի վրա մատուցել Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի Հայաստանը արցախացվի։ Սա է իրականում։ Մոլդովայի դեպքում Մոլդովան ուզում են բելարուսացնել, Հայաստանի դեպքում Հայաստանն ուզում են արցախացնել։ Հիմա փաստորեն մեր այսպես կոչված ընդդիմության խնդիրը Գյումրու սցենարը 2026 թվականի ընտրություններում կիրառելն է, Քոչյանը բացահայտ այդ մասին խոսեց, ինչքան էլ օրինակ Նարեկ Կարապետյանը ասում էր, որ իրենք նախկին նախագահների հետ համագործակցություն չեն պատկերացնում, Ռոբերտ Քոչյանը նշում է, որ խորհրդարան կարող է անցնել ըստ իրեն 3 ուժ, մեկը իրենք են, իշխանությունը եւ մեր ձևով շարժումը, երբ դառնա կուսակցություն, ու լավ տարբերակ է, որ օրինակ Գյումրու սցենարով գնան ու իշխանություններին զրկեն վարչապետ ունենալու հնարավորությունից։ Եվ այդ վտանգը տեսնելով հանդերձ իշխանությունը պետք է ունենա այդ քաղաքական գիտակցությունը եւ գնա եւ իրավաքաղաքական գնահատական տա եւ որպեսզի այդ իրանք չկարողանան մասնակցել ընտրությունների։ Ի վերջո Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն է մեղքել 7 տարի անընդհատ մենք խոսում ենք նախկիններից։ Ժամանակն է եղել սերտիֆիկատը հանձնել հեղափոխության 2018 թվականին եւ իրենց դուրս բերել քաղաքական դաշտից։ Դե կասեն դուք ժողովրդավար չեք, կուսակցություն եք, պատկերացնում եք իրենք։ Օրինակ Եվրոպական միության որևէ կառույցից մեկ տեսանք նմանատիպ հայտարարություններ Մոլդովայի իշխանություններին կամ նույնիսկ Եվրամիության անդամ անցածող Ռումինիայի իշխանություններին, հակառակը իրենք գովերգում են, ասում են այո, ժողովրդավարությունը բարձի թողություն չի, պետք չէ ամեն ինչը թողնել քաղաքացիների ուսերին, այլ պետք է պաշտպանել ժողովրդավարությունը, որովհետև ժողովրդավարությունը պետք է պաշտպանել նաև հակաժողովրդավարական ուժերից, որոնք օգտագործելով ժողովրդավարական գործիքներ ուզում են գալ իշխանության։ Կստացվի այդ սցենարը կիրառել ձեր կարծիքով իրենց միջև այդ հակասությունները, որ մեկ ասում են կհամագործակցենք, մյուսը ասում է չենք համագործակցի, մենակ վերջնանպատակը եթե լինի իշխանության հեռացումը, արդյոք կարող են միավորվել։ Ես չեմ կարծում, որ իրենք իրապես հավատում են, որ իրանք կարող են Հայաստանի Հանրապետության մակարդակով ընդհանրական իշխանություն վերցնել,
իրենք իհարկե կխոսեն դրանից, իրենք ցույց կդնեն Գյումրու օրինակը, որպեսզի քաջալերեն ընդհանրենք իրենց հավատավորներին, բայց ես չեմ հավատում եւ ոչ էլ մտածում եմ, որ դա իրական է, որ Գյումրու սցենարը իրագործվի։ Ինձ համար ավելի կարեւոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետության 26 թվականի ընտրություններից հետո ընդդիմություն փոխվի, որովհետեւ ընդդիմությունը նույնպես իշխանություն է։ Մեր մոտ կարծիք կա, որ ընդդիմությունը պետք է անպայման ընդդիմանա, թե ինչ է անում իշխանությունը։ Ոչ, ընդդիմությունը պետք է որոշ օրինակ ասպարազներում ունենան նմանատիպ կարծիքներ, գաղափարական ընդհանրություններ, բայց մարտավարական տարբերություններ եւ իրենց տեսակետը առաջարկել եւ քննարկել այդ տեսակետը եւ իշխանությունը պարտադիր չէ որ պետք է կարճած լինի իր տեսակետից նա կարող է քննարկել կարող են փոփոխել հա այսինքն Հայաստանի Հանրապետության պետականությանը թարապես շահերին միտված գործունեություն պետք է ծավալվի Հայաստանի Հանրապետության 26 թվականի խորհրդարանում եւ քաղաքացին պետք է տեսնի թե ընդդիմադիր ուժ ընտրած քաղաքացին, թե իշխանական ուժ ընտրած քաղաքացին պետք է տեսնի, ասի ինչ լավ է որ իրար համագործակցում են, ինչ լավ է որ այս հարցում իրանք իրար հետ տարբեր կարծիք ունեն, իրենք էլ իրար հետ քննարկեն, ասեն ինձ որ կարծիքն է, այս ճանապարհով գնանք թե չէ, երբ օրինակ անդամակցության հայտ ներկայացնեն, երբ դուրս գանք ԵԱՏՄ-ից, արդյոք արդեն ժամանակն է ԱՊՀ-ից դուրս գալու, արդյոք ապա սառեցված ուրեմն հապկարգավիճակը պետք է ուրեմն ամբողջությամբ դուրս գալ դե յուրե, ոչ թե ապա սառեցնել հապկարգավիճակը, ոչ թե քննարկել Ռուսաստան-Բելարուս միության անդամակցելու գաղափարը, ոչ թե քննարկել նոյեմբերի 9-րդ կետին վերադառնալու գաղափարը եւ հրաժարվել օգոստոսի 8-ի այդ հնարավորությունից, այլ հակառակը։ Իսկ ոնց անենք, որ օգոստոսի 8-ը ել ավելի մեծ բարիքներ բերի։ Եվ այդ թող ընդդիմադիր եւ իշխանական ուժերը 26 թվականի խորհրդարանի իրար հետ քննարկեն եւ մտածեն ինչպես անեն, որպեսզի օգոստոսի 8-ից հետո գան ել նոր հուշագրեր, որոնք ել ավելի կամարացնել Հայաստանի Հանրապետության դիրքերը։ Բայց հիմա մի իրավիճակ է, որ նույնն Քոչարյանը ասում է, որ նոյեմբերի 9-ը երազանքների փաստաթուղթ էր բառացի մեջ բերեցի իր ասածը։ Ես նաև ինքը անդրադարձել էր Թրամփի ուղուն, ձեռք բերված պայմանավորվածություններին, շատ վատ քողի ներքո էր այդ ամենը ներկայացրել։ Ինչ դիտարկում ունեք այս հայտարարության վերաբերյալ նոյեմբերի 9-ի երազանքների փաստաթղթի մասին։ Էլ ինչ պետք է ասի երկրորդ նախագահը, որպեսզի մենք ի վերջո ամբողջությամբ հավատանք եւ հասկանանք, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է ամբողջությամբ Ռուսաստանի Դաշնության շահերը եւ նա որևէ աղերս չունի Հայաստանի Հանրապետության շահի հետ։ Որովհետեւ ընդ որում դա նաեւ շատ լավ առիթ է, որպեսզի մենք հետ գնանք իր տարիներին եւ իբր թե այդ կոմպլեմենտարիզմի քաղաքականության շղարշի ներքո, երբ նա մասարմաս կուտեղի տակ հանձնում է Ռուսաստանի Դաշնության եւ դրան գնահատական տանք եւ նա փորձում է օրինակ արդարացնել գույք պարտքի դիմաց գործարքը, որը խայտարակություն էր, որն առ այսօր մեր գլխին է խփում դրա հետևանքները։ Ամեն ինչն է փորձում արդարացնել, օրինակ պրիվետ ռոբ արտահայտությունը ես չեմ լսել, սա արդարանում է, լսողության խնդիր է եղել, ոնց հասկանանք։ Դե այսինքն տեղում չի եղել ինքը։ Այսինքն ինչ է ուզում ասի, իսկ ո՞րն է եղել պատճառը, որ իր թիկնազորը այդ իրենց գործընկեր դաշնակցականին տարել են արտաքնոց, ծեծել են, սպանել են, ո՞րն է եղել ուրեմն պատճառը։ Այսինքն ինքնագործունեությամբ են զբաղվել։ Այսինչ կարգի ուրեմն թիկնազոր է պահել երկրորդ նախագահը, որ առանց որևիցե պատճառի կարող են ընդ որում Վրաստանից եկած մեր հայրենակցին տանել զուգարան ծեծել սպանել, իսկ նա տեղում չէ։ Այսինքն փորձում է մեղքը բարթել ուրեմն թիկնազորի վրա։ Նա նույնիսկ քաջություն չունի առերեսվելու իր գործած սխալների հետ եւ քաջություն չունի, հա, խոսելու դրանց մասին եւ կարծում եմ հակառակը, եթե նա քաջություն ունենար, միգուցե քաղաքացիներ կգտնվեին, ովքեր կգնահատեին իր այդ անկեղծությունը, իր այդ անձնվությունը, իր այդ քաջությունը, բայց նա հակառակը, որովհետեւ նա ամբողջությամբ փորձում է սիրաշահել Ռուսաստանի Դաշնության նարատիվներին ընթառաջ գնալ, Ռուսաստանին է փորձում սիրաշահել, նորից եմ ուզում իրենց նպատակը Հայաստանը ոչ թե արցախացնելն, այլ Ղարաբաղացնելն է։
ավելի շուտ։ Հիմա փաստորեն մենք ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանում խորհրդարանում ներկայացված է մի ուժ, իր ղեկավարած ուժը, որը նորից հավակնում է մասնակցել ընտրություններին ու ունի այդ ուժը այն նույն խոսույթը, ինչ Ալիևը Միջանցքի մասին է։ Զանգեզուրի այսպես կոչված Միջանցք, վարչապետը փաստաթղթերը բերեց ազգային ժողով, ցույց տվեց, որ համոզվեն, որ Միջանցքի մասին որևէ խոսակցություն չի եղել, ստորագրվել է Թրամփի ուղու մասին համաձայնագիր, բայց Միջանցք միայն մեր ընդդիմությունն է ասում եւ Ադրբեջանի նախագահը, ինչպես վերաբերել սրան, շատ նորմալ են ընդդիմության քննադատությունները, դուք եւս ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ եք, բայց ունենալ են նույն խոսույթը, ինչ օրինակ Ադրբեջանի նախագահը ունի, ինչպես է։ Ես ասեմ ավելին, ես հավելեմ, որ որոշ ընդդիմադիրներ ավելի շատ են ուզում, որ Միջանցք լինի, քան նույնիսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որովհետև նա օրինակ վերջերս իր падգամավորը Երևանում հայտնեց, որ երբ մենք ասում ենք Զանգեզուրի Միջանցք, դա ամենևին չի նշանակում տարածքային որևէ նկրտումներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այսինքն նա նաև իր հարցազրույցում կարծեմ BBS-ին թե մեկ այլ լրատվամիջոցին տված ասաց, որ Հայաստանը պետք է մաքսատուրք գանձի, այսինքն եթե Հայաստանը մաքսատուրք է գանձում, ոնց կարող է դա Միջանցք կոչվել։ Միջանցք նշանակում է եկար անցար, դու չունես որևէ վերահսկողություն, դու որևէ տնտեսական օգուտներ չես քաղում այդ տարանցիկությունից, այդ դա Միջանցք է։ Այդ դա էր նախատեսում նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Դա էր ուզում Ռուսաստանն ու Ադրբեջանը այդ ժամանակ եւ այստեղի ընդդիմությունը, որովհետեւ դա հնարավորություն կտար, որպեսզի Զանգեզուրյան Միջանցքը լաչինացվի վերջը, որպեսզի այնտեղ էլի հայտ գան ինչ-ինչ էկոակտիվիստներ, փակեն այդ Միջանցքը, կտրեն Սյունիքը, սա էր նպատակը։ Իսկ առանց Սյունիք Հայաստանի Հանրապետությունը գոյություն չէր ունենա։ Սա իր նպատակը եւ դրանից են կարճել, որովհետեւ խոսել այսօր նույնիսկ համեմատել օգոստոսի 8-ն ու նոյեմբերի 9-ը նախ հնարավոր չէ, որովհետեւ լրիվ այլ իրավիճակներում են եղել, նոյեմբերի 9-ը հայտարարության ներողություն հրադադարի մասին հայտարարություն էր, օգոստոսի 8-ը Հայաստանի Հանրապետության հարատևության մասին էր։ Իրենք խոսում են օգոստոսի 8-ը փակեց Լեռնային Ղարաբաղի հարցը, իսկ կարծում եմ նոյեմբերի 9-ը փակեց Լեռնային Ղարաբաղի հարցը, իսկ օգոստոսի 8-ը բացում է Հայաստանի Հանրապետության հարատևության հարցը։ Իսկ դա իրենց համար վտանգ է ներկայացնում, որովհետև որքան վատ Հայաստանի համար, այնքան լավ իրենց համար։ Իրենք կապ չունեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ, իսկ այսպիսի հայտարարությունները, նարատիվները տարածել ինչքանով կարող է հասարակության վրա ազդեցություն ունենալ ձեր կարծիքով, որովհետև մենք մի կողմից ունենք իշխանություն, որը ամեն կերպ փորձում է բացատրել այս փաստաթղթի օգտակարությունը եւ անհրաժեշտությունը նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ունենք մի քանի արտախորհրդանական ուժ, այդ թվում նաեւ ձերը, որոնք ողջունում են այս օրակարգը, բայց ունենք մի հսկայական ուրիշ սեկտոր, որը ամբողջությամբ դեմ է սրան, ամեն կերպ փորձում է ներկայացնել, որ Միջանցք է, մենք զիջում ենք, մենք պարտվում ենք, որ սա խաղաղություն չէ, որ սա վերարտադրման ինչ-որ համար արված քայլ է, այս նարատիվները ինչ ազդեցություն կարող են ունենալ։ Գիտեք, ամեն ինչներ կարող է ունենալ իր հետևանքը, իր ազդեցությունը եւ այստեղ է շատ կարեւոր, որպեսզի ոչ միայն փակվեն ռուսական այդ խոսող բերանները, որոնք տիրաժարավորում են այդ ամեն ինչը, ստանալով իրենց մեթոդիկաները Կրեմլից, այլ նաեւ այդ նույն նարատիվները տարածող հայկական լրատվականները, որոնք որևէ կապ չունեն, որևէ fact checking չեն անում, այլ պարզապես տարածում են ապատեղեկատվություն, հույս ունենալով, որ որքան շատ ապատեղեկատվություն տարածվի, այդքան քաղաքացիները կհավատան իրենց ապատեղեկատվությանը, բայց դա իրականում երբեմն լինում է, որ որքան շատ նույն սուտը ասես, մարդիկ սկսում են հավատալ այդ ստին։ Եվ այստեղ է շատ կարևոր, որ իշխանությունը գործի եւ թույլ չտա այդ ամենը, որովհետեւ սա ժողովրդավարության մասին չէ։ Սա ժողովրդավարության մասին չէ եւ դու թույլ ես տալիս, որ իրենք խոսեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նվազեցման մասին։ Պաստոն իսկապես 26 թվականի ընտրությունները լինելու են խաղաղության օրակարգը ողջունողների եւ այն ուժերի միջեւ, որոնք որ ամեն կերպ դեմ են արտահայտվում սրան։ Օրինակ, երբ իշխանությունները առաջարկում են ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ գնում են այս օրակարգով, ինչ է առաջարկում այս ընդդիմությունը ձեր։ Ես ընդհանրապես հույս ունեմ եւ կա այդպիսի վարկած, որ խաղաղության համաձայնագիրը, նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը նույնիսկ կստորագրվի միջև ընտրությունները եւ դա իրապես մեծ նշանակություն
կունենա, տեսեք, ես ընդդիմադիր ուժ եմ, ես հասկանում եմ, որ դրա ստորագրումը ել ավելի կբարելավի իշխանության դիրքերը, բայց ես առաջնային հանդես եմ գալիս պետականության շահերից եւ ես հասկանում եմ, որ որքան շուտ դա ստորագրվի, այդքան լավ կլինի Հայաստանի Հանրապետության համար, նույնիսկ եթե դրա արդյունքում մեր հակառակորդը ուժը ավելի կուժեղացնի իր դիրքերը, այսինքն ինձ համար կամ մեր կուսակցության համար չկա այն իրավիճակը, որ որքան վատ, որքան ուշ, այդքան լավ մեր համար, ոչ, որքան լավ Հայաստանի համար, այդքան լավ նաև մեր համար։ Մենք էլ մի կերպ կգտնենք մեր տեղը ի վերջո։ Եվ ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնպես այդ կտրվածքից դուրս գա եւ հասկանա, որ սա Հայաստանի Հանրապետության մասին է։ Կան օրինակ քաղաքացիներ, որ միգուցե օրինակ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի տարիներին մաս են կազմել իշխանության ուզուրպացիային, գումար են աշխատել եւ այլն, միգուցե ավելի լավ են աշխատել եւ իրենք ուզում են, որ դա այդ ամենը վերադառնա։ Բայց իրենք պետք է հասկանան, որ սա իրենց մասին էլ չի, սա իրենց երեխաների, թոռների, ծոռների մասին է, սա Հայաստանի մասին է։ Մի պահ կարող եք դուք ձերբազատվել ձեր էգոից եւ մտածել Հայաստանի մասին, մտածել սերունդների մասին։ Մտածել ի վերջո դուք նայում եք հայլու մեջ լավ ինչքան կարելի է դուք ստամոքսի մասին մտածել։ Կարող եք մտածել պետության մասին, կարող եք մտածել պետության հարատևության մասին։ Ինչ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը։ Լավ, նոյեմբերի 9-ի որ կետը նորմալ Հայաստանը նպաստ եղավ։ Գերիներից սկսած միջև դիրքերում կանգնած մնալուց, երբ փառուխ մենք տեսանք, որ Ռուսաստանի օգնությամբ հանձնվում էր Արցախը։ Ինչ են խոսում, այսինքն Ռոբերտ Քոչյանը բացահայտ ասում է, որ այն ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, դա իր պատկերացած երազանքն է։ Եթե նոյեմբերի 9-ը իր պատկերացած երազելի հայտարարությունն է, փաստաթուղթն է, նշանակում է այսօրվա Ղարաբաղի իրավիճակը, սա իր պատկերացած երազանքն է։ Եվ դա խոսում է մի ղարաբաղցի, հասկանում եք։ Պատկերացնում եք։ Իսկ ձեր դիտարկմամբ իրենց ներսում հենց Ռուսաստանի թեկնածուն լինելու պայքար կլինի, որովհետև ակնհայտ է, որ իր ամեն մի հաջորդ ասուլիսը նոր մեսիջ է Մոսկվային ուղղված, այսօր էլ իր ընկերոջ, որոնց հետ քիմիական կապի մեջ է Պուտինի ծնունդն է, չգիտեմ համընկել է թե ոչ ասուլիսը, հատուկ համաձայնեցրել է։ Ինչ որ ազդակ է, որ ես կլինեմ թեկնածուն, որովհետև այստեղ Սամվել Կարապետյանն է խաղի մեջ մտել ու կարծես մրցակցություններ նաև կա։ Մենք չգիտենք դեռ ովքեր խաղի մեջ կմտնեն, մենք տեսնում ենք շաբաթը մեկ Վարդան Ղուկասյանը, Տավարիշ Ղուկասյանը հիշեցնում է իր մասին եւ այնպիսի հայտարարություններ անում, որոնք նույնիսկ Սամվել Կարապետյանն ու Քոչարյանը չեն հանդգնում բարձրաձայնել, բայց բոլորն էլ մտածում են այն, ինչ ասում է Վարդան Ղուկասյանը։ Բարձրապես Վարդան Ղուկասյանը շատ ավելի կարծում եմ անկեղծ է, շատ ավելի միգուցե քաջ իրենցից եւ խոսում է այդ ամենից եւ փորձում է դրանով նաեւ իր մասին հայտնել, որպեսզի կոմկուսնել բարեխոսի եւ նա առաջադրվի իրեն ավելի շատ ռուսական օգնություն գա, իսկ ռուսական օգնություն դա մեդիա օգնությունն է, ֆինանսական օգնությունն է, ապատեղեկատվության տարածումն է, հոգուտ Վարդան Ղուկասյանի Եվ իհարկե իրենց միջև էլ կա այդ մրցակցությունը, թե վերջերով ելնի դափնեկիրը, միանշանակ կուզի, միանշանակ նա խոսել է դրանից։ Մի անգամ այո ասել էր, բայց չգիտեմ կհասնի։ Կուզի, հա։ Ես չեմ կարող պատկերացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, միգուցե իրեն հաջողվեց դա Գյումրիում, ընդ որում Գյումրիում նա մեծամասնություն չվերցրեց, նույն Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ուժերը սատարեցին, որպեսզի նա դառնա մեր գորոդը Լենինական սկվը, բայց ես ոչ Սամվել Կարապետյանի պարագայում, ոչ նույնիսկ Արա Աբրահամյանի հնարավոր կամ ժամանակի ժիլետով վարչապետ Կարեն Կարապետյանի մուտք գործելով անհանգստացած եմ, ընդհանրապես իրենց համար պետք է այն նոր ուժերը, որոնք փորձում են մտնել այս դաշտ, իրենք պետք է իրենց արջքի առաջ ունենան Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը, Սամվել Կարապետյանի ճակատագիրը եւ իրենք պետք է ուսումնասիրեն Ուկրաինայում ինչ տեղ ունեցավ այդ պրոռուսական ուժերի հետ, Մոլդովայում ինչ տեղ ունեցավ պրոռուսական ուժերի հետ, թող շատ չողքեվորվեն վրացական սցենարով, որովհետեւ կարծում եմ դա էլ է ժամանակավոր, որքան թուլանան Ռուսաստանի Դաշնության դիրքերից դրանք թուլանում են, այդքան նույն այդ Վրաստանի իշխանությունը կդառնա ել ավելի պրոեվրոպական եւ պրոամերիկյան
Իդեպ Հայաստանի եվրոինտեգրման Ինչը կներեք իդեպ մենք տեսնում ենք արդեն Սլովակիայի պարագայում, ով բոլորին վերջերս առաջին անգամ վարչապետ Ֆիցոյի գլխավորությամբ ռազմական օգնություն է ուղարկում Ուկրաինային։ Հայաստանի նաև եվրոինտեգրման հեռանկարներից խոսենք, արտաքին գործերի նախարարությունում ստեղծվել է Եվրամիության վերաինտեգրման վարչություն, ինչ ձեր կարծիքով հնարավորություններ ունի Հայաստանը այս ճանապարհով գնալու, խորհրդարանը ընդունեց օրենք, նախաձեռնողը դուք եք այս գործընթացի ձեր քաղաքական ուժը, ռեալ մենք տեսնում ենք, որ իշխանությունները ինչ-որ քայլեր են անում այս ուղղությամբ, ինչքանով եք դրանք բավարար գնահատում եւ ինչ ավելի կտրուկ կամ ավելի բեկումնային քայլերի հնարավորություն եք տեսնում։ Իհարկե մենք ողջունում ենք այդ քայլը, բայց օրինակ թե մեր ուժը, թե նաև մեր այդ այլ մաս կազմած ուժերն ու քաղաքասարակությունը առաջարկում են փոխվարչապետի պաշտոն ուրեմն առանձնացնել այս գործընթացի համար, որովհետև կարծում ենք, որ սա ոչ միայն ԱԳՆ-ին կից վարչություն պետք է լինի, այլ բոլոր նախարարությունները պետք է ունենան իրենց մոտ նման վարչություններ, որոնք հետզհետե հայկական այդ բոլոր տարատեսակ ստանդարտները պետք է ուրեմն ԵԱՏՄ-ից տեղափոխեն դեպի Եվրոպական միության ստանդարտների համապատասխանեցնեն։ Եվ դա միտված է ոչ միայն Եվրոպական միության ստանդարտներին համապատասխանել, այլ նաև Հայաստանի Հանրապետության կյանքը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելը։ Այստեղ շատ կարևոր հասկանալ, որ այն բարեփոխումները, որոնք Հայաստանը հանձն կառնի, որպեսզի ի վերջո դառնա Եվրոպական միության անդամ, կամ նույնիսկ վիզաների լիբերալիզացման գործընթացի ներքո, դրանք միտված են նաև Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու կյանքի բարելավմանը, որովհետև միանշանակ է, որ Եվրոպական միության քաղաքացիները իրենց շատ ավելի բարվոք են զգում, քան ԱՊՀ անդամ կամ ԵԱՏՄ անդամ քաղաքացիները։ Մենք կարծում ենք, օրինակ ԱՊՀ-ից պետք է օր առաջ դուրս գալ։ Եթե ԵԱՏՄ-ի պարագայում օրինակ մտածում ենք, թե երբ դուրս գանք, բայց ԱՊՀ-ի պարագայում մենք պետք է օր առաջ դուրս գանք եւ անհասկանալի կանոններ կան, որ պետք է կանոնադրություն։ Այո, եւ դադարենք օրինակ Ռուսաստանի Դաշնության հրամանով ձերբակալել տարատեսակ քաղաքացիների։ Շնորհակալություն պարոն Բուլյան հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Հանուն Հանրապետության կուսակցության արտաքին գործերի քարտուղար Արնոլդ Բլեյանն էր, կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։